շարքային սադրիչ է, որը որ ձեր շարքերում ներդրված է, եւ որը որ ձեր շարքերում ներդրված է, առաջինը ձեզ վնասելու համար։ Որովհետեւ անկեղծ ասում եմ, ուզում եմ հավատալ, որ դուք ազնիվ եք եղել այս պայմանավորվածության շրջանակներում։ Եվ դա հավատում եմ։ Բայց ինչա տեղի ունենում, փաստը որն է, որ շարքային սադրիչը գալիս է ազգային ժողովի Սամբիոնի մոտ, մինչ դա իհարկե մենք բոլորս տեսել ենք դերասանական տաղանդը, բայց ես կարող եմ ասել, որ բավականին անտաղանդ դերասան ունակություններով մի վերջին սրտաչմլիկ ելույթ է ունենում եւ մեղադրանք է հնչեցնում առայն, որ մենք զոհերի հիշատակը սրիկայաբար շահարկում ենք, հաշվի չառնելով, որ տվյալ պահին ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը։ Դա ես չեմ կարող դա բացի դրանից ուրիշ ձև անվանել, որովհետև այստեղ չեմ կարծում, որ կա մեկը, որի կամ բարեկամներից, կամ հարազատներից, կամ ընկերական շրջանակում չլինի մարդ, որը որ այդ թվում նաև իր բարեկամներից կամ հարազատներից 44 օրյա ընթացքում ունենա զոհված մարդ։ Եվ այդ թվում առաջի պատերազմին եւ գալ ստեղ եւ անտաղանդ դերասանական չտաղանդով նմանատիպ արտահայտություններ անել, չեմ կարծում, որ դա նպատակահարմար է եւ նպաստում է ազգային ժողովի արդյունավետ աշխատանքներին, բայց դա գործընթացի շարունակություն է։ Եվ այն մասին է այդ գործընթացի շարունակությունը, երբ որ ձեր ֆրակցիայի ղեկավարը, մասնավորապես դուք, պարոն Կարապետյան, մի քիչ զարմանում եմ այդ առումով, հետագախոսակցության ընթացքում ընդունում եք, որ անպարկեշտ պահվածք է եղել ձեր թիմացի կողմից, ասում եք մենք քննարկենք, եւ իհարկե ենթադրում եմ, որ դուք համստեղ եք քննարկել, համունեցի փողոցում եք քննարկել, որովհետեւ ենթադրում եմ, որ ունեցի փողոցում մի քիչ ուրիշ քննարկում եք ունեցել այլ ոճի, որովհետեւ ելնելով ստեի քննարկումից եւ խոսակցությունից ես ուրիշ բան եմ ակնկալել։ Ես ակնկալել եմ, որ այնուամենայնիվ մեր մեջ այդ փոխհմբռնումը կա եւ մենք պետք է ընդունենք, որ ձեր թիմակիցը անպարկեշտ պահվածք է ցուցաբերել ազգային ժողովում։ Ես վստահ եմ, որ եթե մեր թիմակիցներից մեկը նմանատիպ պահվածք ցուցաբերել եւ դուք դրա դեմ այսպես ասած բողոքի ձայնը արտահայտեք, մենք քննարկենք եւ հանգիստ կգանք ասենք, որ ժողովուրդ ջան, ընդունում ենք, օքեյ, ներողություն, շարունակում ենք աշխատել։ Ամեն դեպքում հասկանում եմ, որ որքանով է պայմանավորվածությունը կա, բայց ոնց որ նոր ենք, էլի, հələ մի քիչ լավ իրար չենք ճանաչել, բայց կարող ենք մեկ-երկու անգամ սկզբնական փուլում մի քիչ պրոցեսի դուրս գալ, քիչ էմոցիոնալ ֆոն կա, բայց ակնհայտ եմ զգում հիմա, որ ձեր թիմը իհարկե շատ կազմակերպված է, դրանով կասկած չունեմ, այդ թվում նաև շատ պատրաստված է